խմբակցության անդամներ, որ մենք արդեն իսկ պայմանավորվածություն ենք ձեռք բերել եւ քրեակատարողական ծառայության հետ եւ արտադրության նախարարության հետ, որ մենք բարբերաբար կհանդիպենք առաջի այս արդյունքների վերաբերյալ քննարկումը պետք է տեղի ունենա ամսվա վերջ։ Մենք պայմանավորվածություն ունենք, չբացեմ շակերտների ինչի վերաբերյալ, բայց բոլորս ներկա ենք եղել, ամսվա վերջ մենք պետք է առաջի արդյունքների վերաբերյալ քննարկում ունենանք։ Մինչև ամսվա վերջ։ Շատ բարի, խնդրեմ պարոն Մինասյան։ Շնորհակալություն պարոն Քոչարյան, հարցի եւ դիտարկումների համար։ Մի քանի շերտեր եք բարձրացել, նախ շատ շնորհակալ եմ, որ ձեր հարցադրումը իրապես անաչառ էր եւ կապված չէր ինչ-որ կոնկրետ անձերի հետ, այլ ինստիտուցիոնալ հարցեր եք բարձրացնում, կամ առաջին կարևոր, այսպես ասած, դեպքից միջադեպից, դա պարոն Տոնոյանի հետ կապված այդ առեղծվածային պատմություններ, որի արդյունքում, որ այս կամ այն պատճառով բազմաթիվ ազատումներ եղան համակարգից եւ այսպես ասած այսօր կարող ենք վստահ արձանագրել, որ բոլոր այն մարդիկ, որոնք որ ներգրաված են եղել process-ում, անկախ հանգամանքից ինչքանով են ներգրաված եղել, այսօր չեն աշխատում համակարգում այս process-ում դուք եք ներգրաված եղել որպես հանձնաժողովի նախագահ եւ ինքներդ ընդհանրում եմ ականատես եք եղել առնվազն այսպես ասած ճակերտավոր տարօրինակությունների, որոնք որ բոլորս որպես փորձառու մասնագետներ անկախ նաեւ իրավաբանական կրթությունից տեսնում ենք, որ ինչ-որ մի բան այն չէր։ Եվ դրա արդյունքում եղավ ծառայողական քննություն, տրվեցին կարգապահական տուժեր, նաեւ եղան հեռացումներ։ Կապված քրեակատարողական ծառայության ղեկավարի նշանակման ձեր մտահոգության հետ ես կարող եմ հետեւյալը արձանագրեմ, որ չի լինի գտնել զինվորական ծառայություն անցած, այսինքն պագոնավոր մարդ, որը չի աշխատել համակարգերում մինչև 2018 թվականը։ Ի նկատի ունեմ անփորձ մարդ, նորավարտ ուսանող կարելի է գտնել, բայց եթե դու ուզում ես գտնես փորձառու մարդ, նշանակում է այդ մարդը աշխատել է նաև մինչև 2018 թվական, եւ ես չեմ ուզի անպագորգոր, այսպես ասած, խոստումներ անել, բայց կարող եմ ուղղակի ձեզ վստահեցնել, որ շատ անկաշառ եւ սկզբունքային պետական ծառայող է իմ ընկալմամբ եւ մենք կարող ենք դա արձանագրել մենակ ոչ թե իմ ճաշակով կամ ձեր ճաշակով, այլ արած աշխատանքով։ Ես կխնդրեմ պարոն Քոչարյան, արձագանքի։ Ես կխնդրեմ ձեզ ուղղակի տանք ժամանակ եւ թեւութիկուն կանգնենք այդ բարդ գործում, որպեսզի հետո իրար հետ կարողանանք վայելել արդյունքը, դուք որպես падգամավոր, ես որպես նախարար, բայց եթե մենք միայն քննադատենք թիմը, որը շատ լավ թիմ է, որը ոչ միայն պարոն Գրիգորյանն է այդ թիմը ներկայացնում, այլ նաեւ տեղակալներ, որոնք տարբեր համակարգերից են, մեկը քննչականից ենք խնդրել, որ հրավիրել, որ գա անցնի աշխատանքի, մյուսը պետական վերահսկողական ծառայությունից է, ով ժամանակի մտել են եւ 1 տարի մոտ ամբողջը ուսումնասիրել են, եւ ուղղակի ձեզ կխնդրեմ ժամանակ տանք, նաեւ գիտեմ, որ մամուլին հետեւում եք, ինձ թվում է տեսնում եք, թե ինչ հսկայածավալ ստուգումներ, ռեֆորմներ, փոխադրումներ են լինում, որոնք որ հիմք են տալիս մեզ այս ակնկալիք են ձևավորում, որ իրապես ռեֆորմը իրականանալու է։ Բնականաբար ճիշտ է, որ լինելու են փոխատեղումներ, նշանակումներ, որոնք որ ձեր սրտով չեն լինի, որտեղ այս կամ այլ մարդուն ճանաչել եք այլ իրավիճակում, բայց նորից եմ ասում, դրանք շատ սուբյեկտիվ ընկալումներ են եւ երբ ասում եք, որ կարելի է նաեւ հետաքրքրվել այլ կառույցներից, թե ինչ կարծիք կա այս կամ այլ պետական ծառայողի նկատմամբ, վերաբերյալ ստանում ենք այդ տեղեկատվությունը, բայց դրանք նույնպես շատ սուբյեկտիվ են։ Միակ եզրակացությունը եւ այսպես ասած հետեւողականությունը, որի հիման վրա կարողանում ենք որոշում կայացնել, դա արդյունքն է։ Մնացած սաղ սուտ է, պարոն Քոչարյան, ով ինչ ասի, ով ինչ խորհուրդ տա, ով ինչ գրի, ով այսպես ասած գովաբանի, տեսնելու ենք ի վերջո այս տարվա վերջում դուք այստեղ նստած ասելու եք, պարոն Մինասյան, բա ասում էիք էս, ինչ եղավ այս հարցը, ես կամ ես եմ ճիշտ ու զգալու, ասում եմ պարոն Քոչարյան, տեսակ, որ ստացվեց։ Հուսամ այս դեպքում իմ ու ձեր շահենա, որ ես ճիշտ ու զգամ, ինչքան է որ դուք պարտվեք։ Հիմա ինչ
ի նկատի ունեմ մեր Պարոն էլի։ Քոչարյան, արձագանքեք դուք ձեր արձագանքի իրավունքից կօգտվեք։ Բայց հա, արձագանքի իրավունքից կօգտվեք։ Հիմա ինչ վերաբերվում է ոնց են ներ թափանցում թմրանյութերը, պարոն Քոչարյան։ Ճիշտ եք, որ սկաներներ դրած է, բայց ուրեմն ինչ է տեղի ունեցել։ Սկաներները դրել են մենակ հանձնուկների հատվածում, բայց այնտեղ թե ծառայողները, թե ճաշա տեսակները, երբ որ արդեն ոչ թե տեղում են պատրաստվում, այլ գնում է կատարում, դրանք բոլորը մտնում են առանց սկանավորման։ Եվ հիմա արդեն ունենք վարչապետի կողմից հաստատումը, արդեն ունենք չինական համապատասխան ստանդարտացված ընկերության գնահառաջարկը եւ տեղի ունենալու առաջի 1 կամ 2 ամսում գնում, որտեղ արմավիր քրեակատարողական հիմնարկում այդ խաչմերուկային տեղում ստեղծվելու է մի հատ համակարգ եւ ուտելիքի, եւ հանձնուքի, եւ ծառայողի, որ այլևս գոնե արմավիր քրեակատարողական հիմնարկ չի կարողանալու մտնել որևէ մարդ իր սնունդ առանց այդ սկանավորման։ Այսօր այդ համակարգը չունենք, դրա համար իդենտիֆիկացնելը թե դա վատ, ոչ պարկեշտ եւ կոռումպացված ծառայողի պատճառով է մտել, թե ուտելիքի մեջ է մտել, թե հանձնուքի մեջ է մտել, թե այլ եղանակով էլ դրոնով են այսօր կարողանում մտցնել, իդենտիֆիկացիան դժվար է, դրա համար թվայնացումով ենք հարցը լուծելու։ Եվ նաև օպերատիվ համակարգերի բարեփոխմանը անդրադառնամ քրեակատարողական հիմնարկներում, ուրեմն նախկինում ինչպես տեղյակ եք, ամեն ՔԿՀ ուներ իր օպերատիվ ստորաբաժանումը եւ ինչ էր տեղի ունենում, բանտապետը երկար աշխատելով հենց օպեր բլոկի հետ դառնում էր այսպես ասած իր անմիջական ղեկավարը եւ ինֆորմացիան քրեակատարողական ծառայություն կենտրոնական ապարատ չէր հասնում։ Մենք ինչ արեցինք, օրենսդրական փոփոխության արդյունքում այդ ցանցային համակարգը բերեցինք մեկ կենտրոն, մեկ տեղ եւ այսուհետ կենտրոնում նստած օպերատիվնիկն է վերահսկելու ՔԿՀ-ի օպերատիվնիկին, որպեսզի այդ ամբողջ ինֆորմացիան կարողանանք ստանալ։ Եվ նաև ուղղակի ձեզ վստահեցնում եմ, որ թիմը, որ թե արդարադատության նախարարությունում է ձևավորված, թե քրեակատարողական ծառայությունում չունի որևէ այլ շահ, քան հասնել մեր ու ձեր երազանքին, որը ցավոք սրտի դեռ հեռու ենք, որը ցավոք սրտի չենք կարողացել ստանանք, երբ որ այնտեղ աշխատում են մարդիկ, ովքեր որ թեմայից տեղյակ չեն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն արձագանքում եք, պարոն